Սա դրությունները ինչ impeachment, ինչ փողոցային պայքար։ Հանրապետականի impeachment-ի գործընթացից թեժացում է։ Եվ ԿՊ-ի падգամավորների հետ այդ զրույցը։ Գիտեմ, Նարեկ ջան, բայց դրություններից առաջ, դրություններին 6 ամսից առաջ, եթե ես չեմ սխալվում, օրենք քովել չի խանգարում, պարոն Սիմոնյան, ասում եմ, եւ մենք փողոցով եւ բայց հանրապետականները, չգիտեմ, ասենք 400 հոգի մարդ չունեն, իրանք ընտրություններին մասնակցեն, իրանք ինչ impeachment անեն։ Այսինքն կասկածում եք, որ չի ստացվի ժողովրդին փողոց դուրս տանել, պարոն Սիմոնյան։ Դե impeachment-ի զուգահեռ գործընթաց են համարում փողոցային պայքարը, դրա համար եմ հարցնում իրենք դուք կասկածներ ունեք, որ մարդիկ դուրս կգան փողոց եւ ձեզ կպարտադրեն։ Ես չգիտեմ իմաստը որն է, ես չգիտեմ իմաստը։ Ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիրը ղեկավարել, այս խելքով որ ունեն, այս անկեղծ զարմանում եմ, այո, թող սկսեն։ Բայց ասեն նաև ԿՊ-ի падգամավորների հետ եւս կան քննարկում։ Ասում եմ, ռեժիմը խոճապի մեջ է։ ԿՊ-ի բազմաթիվ падգամավորներ գնացել, այլ հարցեր, լուրջ հարցեր։ Նաև խոսել է ընտրակեղծիքների մասին, որ արդեն սկսել է ընտրակեղծիք։ Հանրապետականը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Այո, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Հանրապետականում ընտրակեղծիքների համար ձեր իշխանության օրոք որևէ մեկը չի դատվել, այդ հանրապետական։ Վստահ չեմ, որ ճիշտ պնդում ես անում, որ որևիցե մեկը չի դատվել, բայց ընտրական process-ներ եղել են 2021-ին եւ 2019-ին, եթե չեմ սխալվում, այլ ոչ թե հանրապետականի ժամանակ։ Իսկ այն ժամանակ ինչի հարցը նենց է տալի, ոնց որ ինչ որ մեկի մոտ տենց կասկած կա, հա, քո մոտ կասկած կա, որ միջև, չէ, բա ուրենը այլ հարցը կխոսենք հեսա, բայց քո մոտ կասկած կա անձամբ, որ միջև այդ ընտրություններում օգտագործվել է կեղծարարություն եւ ընդհանրապես այդ բան, ինչ որ մեկի մոտ կասկած կա։ Իշխանություն, որ կաշառքի հետ կապված իմ մոտ կասկածներ չլինեն, պարոն Սիմոնյան։ Ես քեզ առաջարկում եմ քեզ հրավիրես ֆակտորի տաղավար հարցազրույց վերցնես, կարծում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Մեղրիի հարցով խիստ տագնապներ ունի։ Ձեր թոշակ բարձրացնելը ժուլիկություն է։ Ընտրություններն արդեն վաղուց է կեղծվել եւ այս ամենով հանդերձ բնականաբար դուք չպետք է լինեք այլևս իշխանության։ Ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանը հաճախ հարցազրույց տա եւ մասնակցի ընտրություններին, եթե կարող է։ Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, չի կարող ունենալ, այդ մարդը մերժված է, մերժված մնալու է պատմության մեջ, ինքը մերժվածն է։ Ես մերժվածների հետ կապված հիմա աբսուրդ բանը, impeachment, Մեղրի, ինչի մասին է խոսում։ Ինչ է ասում Տրիբյունը։ Մեծ տագնապներ ունեմ եւ մասնավորապես հիշեցնում է ճանապարհի լայնությունը։ Թող Վալերյան կախմի, մեծ տագնապ։ Պարոն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյանն էլ կարծում է, որ Հայաստանը ստեղծված իրավիճակից ամենալավը ինքը կարող է հանել, իր վերջի ասուլիսում ասել էր, որ ամենալավը ես կարող եմ ղեկավարել այս երկիրը։ Սա առաջին հարցը եւ երկրորդը տարբեր փորձագետներ նշում են, որ ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում ՀԲ-ն իրապես քարոզարշավ է իրականացնում, դեռևս նախընտրական քարոզարշավը չսկսված, ասում են գնում են մարզեր, փորձում են ընկած վարկանիշը բարձրացնել։ Ռոբերտ Քոչարյանը նախ կարողանա Հայաստան խմբակցությունը ղեկավարի, նա չի կարողանում ղեկավարել եւ ակնհայտ է, որ Հայաստան խմբակցությունը չի ղեկավարվում իր կողմից, այնտեղ դաշնակցությունը վերցրել է իշխանությունը եւ մնացածը ուղղակի սատելիտ են եւ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարելու մասին թող չխոսի, որովհետեւ ես հասկանում եմ հիմա շատ մարդիկ մոռացել են Ռոբերտ Քոչարյանը իր ղեկավարման տարիներին ինչեր է արել, բայց ասենք ով Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի, Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու իմ տվյալներով, իմ ինֆորմացիայով միանշանակ այդ խնդիրը ինքը ունի եւ այն ռեսուրսը, որը որ ընտրական շեմը հաղթարելու այն ընդդիմադիր Հայաստանի Հանրապետություն կան ինչ-որ մարդիկ, որոնք ընդունում են իշխանություն եւ կան մարդիկ, որոնք ընդունում են ընդդիմություն, հա 2021 թվականին 21%, եթե չեմ սխալվում, ընտրեց Ռոբերտ Քոչարյանին եւ Հայաստան Դաշինքը, այսօր ակնհայտ է, որ հաջորդ գալիք ընտրություններին այդ 21%-ի առույցի բաժինը այլևս Քոչարյանին ձայն չի տալու եւ իր ձայնը տալու է այլ ընդդիմադիր
կուսակցությանը եւ սրա մասին Ռոբերտ Քոչյանը շատ լավ գիտի, դրա համար ասուլիս է տալիս եւ իրեն առաջարկում է որպես վարչապետի տեխնացու, չեմ բացառում, որ իր անձի շուրջ էլ որ խոսում է անձը նայենք ռեյտինգը եւ այլը, ինքը կարող է եւ տենց հավակնություններ ունենա, բայց ինքը պարլամենտ անցնելու խնդիր ունի, հենց նա դրանով զբաղվի, նոր Պարլամենտ անցնելու խնդիր, այդ ինչ որ հարցումների բանով եք բնորոշում։ Տեսեք, ես այնուամենայնիվ ինչ որ քաղաքական գիտելիքներ ունեմ, չէ, ինֆորմացիա ունեմ, ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողի քշեմը, որոնցից 2-ը ակնհայտ կամ չեն հատելու, կամ դժվարությամբ են հատել, այսինքն լինելու է մի հատ մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրաշավը ցույց կտա։ Կարծում եմ, որ կամ այս նոր ստեղծված մեր ձևով տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է, իրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար։ Քոչարյանը, թե որտեղ իրանք երկուսն էլ ձայն են տանելու եւ ձայն են տարել Հայաստան դաշինքի այդ, այսպես ասած, ընտրազանգվածից, իրանք են իրար հետ մրցելու, թե ով առաջի տեղը կգրավի, իսկ այ Հայաստան դաշինքը իր Ռոբերտ Քոչարյանը Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար